Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդն է հերթական հայտարարությամբ հանդես եկել, 10 հարցազրույց է տվել եւ ասել է, որ նախ ընդհանուր առմամբ իրենք մերկացնելու են այս իշխանություններին, ցույց են տալու բոլորին, որ հակասահմանադրական վարք է պահում, վարք է դրսևորում իշխանությունը իրենց բարեով ասած հարձակվելով եկեղեցու վրա եւ նաեւ ասել է, որ չի գտնվի այդպիսի դատավոր, որ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնի, այլապես նրա ամբողջ տոհմը նզովյալ կլինի, անիծյալ կլինի եւ հերթական անգամն է, որ լսում ենք եկեղեցականներից այն, որ իրենք պատրաստ են անիծել, նզովել, միայն թե իրենց ոչ ոք իրավունք չունի ձեռք տալ եւ նաեւ ասել է, որ կրկին վերահաստատել է, որ իշխանությունները իրավունք չունեն սահմանադրությամբ խառնվել իրենց գործերին։ Ըստ էության իշխանություններն էլ են նույն բանի մասին խոսում, պարոն Բլեյան, որ եկեղեցին եւ իշխանությունը փոխադարձաբար իրավունք չունեն միմյանց գործերին խառնվելու։ Հիմա մի կողմից հայտարարում են, որ իշխանությունները իրավունք չունեն խառնվելու իրենց գործերին, մյուս կողմից իրենք քաղաքական հայտարարություններով են շարունակում հանդես գալ, քաղաքական տեքստեր են արտահայտում, քաղաքական տեսակետներ, դիրքորոշումներ, նաեւ Սամվել Կարապետյանի փաստաբանի հետ են հանդիպում, ՀՅԴ անդամների հետ էր հանդիպում Գարեգին բան։ Ինչպես հասկանալ այս ամբողջը եւ արդյոք պետք է վախենալ նրանց նզովքից, որովհետեւ պարբերաբար դրա մասին խոսում են։ Իրանք մաս են կազմում հիբրիդային այն հարձակումների, որոնց մենք ականատես ենք եղել եւ դեռ կլինենք մինչեւ հունիսի 7-ը ներառյալ եւ դրանից հետո, եթե լինեն որ ինչ հետընտրական process-ներ եւ ցավալին այն է, որ այն ժամանակաշրջանում, երբ այս տարածաշրջանում, փխրուն իրավիճակ է, հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում Իրանում, Եզրաս Ներսիսյանը հակառակը գտնում է ժամանակ, որ խոսի եւ փորձի նորից հարվածներ եւ ականներ տեղադրել Հայաստանի Հանրապետությանը եւ Հանրապետության տակ։ Սա նորից խոսում է դրա մասին, որ նա ոչ մի կապ չունի կրոնի հետ, նա ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ եւ մենք չենք կարող մոռանալ, որ մի քանի ժամանակ առաջ նա օհրնում էր ռուսահայերին, որպեսզի իրեն գնան եւ սպանեն ուկրաինացիներին եւ ուկրաինահայերին։ Դա մնալու է իր վրա։ Նա մնալու է պատմությունում որպես մի քահանա, ով օհրնում էր պատերազմի տարիներին մեր հայրենակից ռուսահայերին, որպեսզի նրան գնան եւ սպանեն իրենց հայրենակից ուկրաինահայերին։ Դա միանշանակ է։ Իրենք ինքը ինչ էլ անի, դա մնալու է իր վրա։ Եվ հետեւաբար ցանկացած իր հայտարարություն, երբ մենք լսում ենք, մենք պետք է հասկանանք, որ նա այն մարդն է, այն քահանան, ով նման գործելավոճ է դրսևորել պատերազմի թեժ պահերին։ Իրենք ոչ թե խոսում են, որպեսզի ռուսահայերն ու ուկրաինահայերը իրար չսպանեն, այլ իրենք օհնում են, որպեսզի իրեն գնան եւ մասնակցեն ռուսական ագրեսիայի։ Եվ շատ կարեւոր է այստեղ հասկանալ, որ ուկրաինացիներն են ագրեսիայի զոհը, ոչ թե ռուսները։ Ռուսներն են հարձակվել ուկրաինացիները, ոչ թե հակառակը։ Եվ այդ քահանան օհնում էր, որպեսզի իրեն գնան եւ մասնակցեն այդ ագրեսիայի։ Դա շատ կարեւոր է ֆիքսել։ Եվ հետեւաբար ցանկացած խոսք, որ նա արտաբերում է, մենք պետք է հասկանանք, որ նա որպես մարդ, նա որպես քահանա, որպես Աստծո խոսք տարածող ջնջված է, նա գոյություն չունի։ Իսկ որպես ինչ է հիմա խոսում։ Նա պակ անդամ կառոն է։ Հիմա հանդես է գալիս որպես պակ անդամ կարո եւ այդ հայտարարությունները դրա մասին են։ Պարզապես կարելի ուսումնասիրել պատմությունը, եկեղեցին, կրոնը, Խորհրդային Միությունում, Խորհրդային Միությունից առաջ ցարական Ռուսաստանում, հետխորհրդային տարիներին եւ մենք տեսնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում ռուսական հատուկ ծառայությունները սերտ համագործակցել են բոլոր կրոնավորների հետ, որովհետև իրենք հասկացել են, որ մարդու գիտակցության վրա ազդելու լավագույն մեթոդը դա կրոնն է։ Դա խիղճն է։ Եվ հետեւաբար զարմանալի կլիներ, եթե մենք իմանայինք, որ օրինակ Եզրասը չի հանդիսացել պակ անդամ։ Այդ դա կլիներ զարմանալի։ Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ արդյոք իրենք շարունակում են մնալ արդեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Ըստ իրենց գործելավոճի մենք տեսնում ենք, որ իրենք ամբողջությամբ սպասարկում են ռուսական շահը։ Եվ ընդ որում մի շահ, որն այս պահին հակոտնյա է հայկական շահին։ Սա շատ կարևոր է։ Գիտեք, իրենք կարող են էլի սպասարկել Ռուսաստանի Դաշնության շահերին, եթե մենք ունենք այդ շահերի համադրություն։ Բայց Ռուսաստանի շահերը այս տարածաշրջանում
չեն բխում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պետականության, հարատևության, զարգացման, ժողովրդավարության, կայացման եւ խորացման շահերից։ Սա է շատ կարևոր։ Դա է պատճառը, որ իրենք երբեք չեն խոսում ժողովրդավարությունից, իրենք երբեք չեն խոսում խաղաղությունից։ Օգոստոսի 8-ից անցել է արդեն կես տարուց ավել։ Ոչ կաթողիկոսը, ոչ իր եղբայրը, իրենք դեռ չեն արտահայտել իրենց միտքը խաղաղության վերաբերյալ, չեն օրհնել այդ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը։ Օրինակ, երբ Բագրատ Սրբազանն իր շարժումն էր սկսում, նա ասում էր, որ նա ունի կաթողիկոսի օրհնանքը։ Այսինքն կաթողիկոսը օրհնում էր, որպեսզի Բագրատ Սրբազանը սկսի մի շարժում, որը միտված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի տապալմանը, նա, եթե մենք հիշենք, սաստում էր Բալթիկ թեմի այն առաջնորդին, ով հանդգնեց խոսել խաղաղությունից եւ Եվրոպական միությանն անդամակցելուց, բայց նա չի արտահայտվում, թե ի վերջո նա համաձայն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լինեն խաղաղ։ Միգուցե այդ խաղաղությանը չեն հավատում, պարոն Բլեյան, որովհետև այն ուժերը, որոնք հովանավորությամբ իրենք հանդես են գալիս եւ որոնց օգտին հայտարարություններ են անում, այդ ուժերը ասում են, որ այս խաղաղությունը իրենց համար բավարար չէ, իրենք այլ ֆորմատ են պատկերացնում, այլ երաշխավորներ են պատկերացնում եւ այդ երաշխավոր կողմը պարտադիր պիտի լինի ռուսական կողմը։ Իդեպ այս օրերին, երբ Իրանում սկսվեց Ամերիկա, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այս հերթական պատերազմը, սրացումները, հարվածները, Նարեկ Կարապետյանը ասաց, որ սա լավագույն օրինակն է, որ այո, մեր խաղաղությունը չի կարող գոյություն ունենալ մեկ միջնորդի երաշխավորությամբ, մեզ պետք է հավելյալ երաշխավոր եւ այն է Ռուսաստանը։ Հասկանանք հիմա, միգուցե իրենց պատկերացրած խաղաղությունը դեռ չի եկել, որ իրենք օրհնեն։ Հետաքրքիր է, օրինակ ըստ Նարեկ Կարապետյանի իսկ ով է այդ երաշխավորը, առաջին երաշխավորը, որ իրենք հիմա ասում են, որ մեզ պետք է երկրորդ երաշխավորը։ Այսինքն իրենք ընդունում են, որ Միացյալ Նահանգները կարող է լինել մեր երաշխավորը, դա շատ հետաքրքիր զարգացում է։ Թե իրենք մտածում են, թե Իրանն է մեր երաշխավորը, ինչպես օրինակ բոլորին վերջերս նախկին արտաքին գործերի նախարարը հայտարարում էր, որ Հայաստանն, Իրանն ու Ռուսաստանը պետք է ռազմական փոխօգնության դաշինք կնքեն։ Պատկերացնում եք, մի նախարար, ով եղել է 44-րդ պատերազմից հետո արտաքին գործերի նախարար եւ կադրային դիվանագետ, նա նման հայտարարություն է անում։ Եվ այդ մարդիկ բոլորը Նարեկ Կարապետյաններ են։ Եվ Նարեկ Կարապետյանն իր այդ հայտարարությամբ շատ լավ ցուցադրում է, որ ինքը ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, որովհետև եթե նա խոսում է օգոստոսի 8-ից եւ ասում է, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը պետք է նաեւ համաձայնեցված եւ ներառված լինի Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայությամբ, դա նշանակում է, որ նա տեղում չի։ Նա չի պատկերացնում, թե եթե իրապես հավատում է դրան, նա գաղափար չունի եւ խոսում է մի իրավիճակից, որ գիտեք, շարքային քաղաքացի միգուցե նման հարցադրումներ տա, բայց մի մարդ, ով հավակնում է լինի վարչապետ կամ անցումային վարչապետ, խոսելով ամերիկյան նախաձեռնությունից, հայ-ամերիկյան նախաձեռնության մեջ ներգրավել Միացյալ Նահանգների թիվ 1 մրցակից, ել չասեմ հակառակորդ Չինաստանին եւ իր պրոքսի Ռուսաստանին, եւ նա հավատում է դրան։ Լավ, մի կողմ դնենք, որ դա անիրագործելի է։ Լավ, ենթադրենք դու հավատում ես։ Լավ, Ռուսաստանը էլ ինչ պետք է անի, որ դու հասկանաս, որ նա չի երաշխավորելու ոչինչ, ինչ դու պատկերացնում ես, որ կարող է որ երաշխավորել։ Այսինքն Ասադին չերաշխավորեց, Մադուրոին չերաշխավորեց, Կուբան հերթական է չի երաշխավորում։ 2 ամիս առաջ Լավրովն ասում էր, որ Իրանի կողքին են։ Այսօր իրենք նույնիսկ սանկցիաներ չեն ուզում մտցնել Միացյալ Նահանգների դեմ, ինչպես նույն Լավրովն արտահայտվեց։ Իրենք ինչ պետք է անեն, որ դուք հասկանաք, որ իրենց վրա հույս դնելը դա ապուշություն է, դա հիմարություն է։ Եվ երբ նման հայտարարություններ են հանդես գալիս մարդիկ, քաղաքական գործիչներ եւ քաղաքական ներկայացրած անձինք, իրենք պետք է հասկանան, իրենք շատ հիմար դրության մեջ են իրենց գցում։ Որովհետեւ այսօր Ռուսաստանի Դաշնությունը մտածում է մեկ բան. ինչպես անել, որ ուկրաինական պատերազմը երկար տևի, որովհետև դադարը ուկրաինական պատերազմի համար իրանց համար սարսափելի է։ Իրենք չգիտեն ինչ պետք է անեն դրանից հետո։ Իդեպ նաև այդ իմաստով մտահոգություններ ունեն, պարոն Բլեյան,
Օրինակ Դուգինն ասում էր, որ Միացյալ Նահանգները կարող է այդքանով չբավարարվել, չկանգնել Իրանի հարցերը ճակերտավոր ասած լուծելուց հետո եւ գնա ավելի հեռուն, ասում էր, որ Խամենեից հետո հաջորդը կարող է լինել Վլադիմիր Պուտինը, այսինքն Ռուսաստանի ներսում էլ կան մտահոգություններ, որքանով են դրանք անկեղծ կամ ոչ անկեղծ, բայց այնուամենայնիվ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ լսում ես, որ որոշ ուժեր դերասում են, որ մեր խաղաղությունը երաշխավորված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ չէ Ռուսաստանը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը երաշխավորված էր եւ նաեւ համաստորագրված էր Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, ընդ որում ըստ այդ տեսանյութի հայտնի, իր կողմից հենց պատրաստված հայտարարություն էր նոյեմբերի 9-ը եւ նա երաշխավոր էր կանգնել։ Եվ հետո մենք տեսանք, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից 10-ից սկսած այդ հայտարարությունը ամեն ամիս խնդիրներ էր առաջացնում։ Այսինքն այդ հայտարարության բոլոր կետերը գրեթե չկիրառվեցին կամ եթե կիրառվեցին, ապա մեր կողմից եւ միայն 9-րդ կետն էր, որ մեզ պարտադրում են, որ մենք պետք է իրագործենք, մոռանալով մնացած այլ կետերը։ Եվ Նարեկ Կարապետյանները, երբ Ռոբերտ Քոչարյանն նույնպես, երբ խոսում են օրինակ ռուսական երաշխավորությունից, իրենք հիշողության հետ խնդիր ունեն, իրենք հասկացողության հետ խնդիր ունեն, իրենք նամուսի հետ խնդիր ունեն, ինչի հետ խնդիր ունեն, ես ուզում եմ հասկանալ։ Որ պահը իրենք չեն հասկանում Ռուսաստանի դավաճանության։ Դե ասում եմ, որ այնուամենայնիվ մեր բարեկամը բնական դաշնակիցը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Եղբայր, դու ուզում ես իրեն բարեկամ համարել, համարիր։ Այո, կան հազարավոր, միգուցե նաև 10,000-ավոր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, այդ թվում ազգությամբ ռուսներ, կարող են լինել մեր բարեկամները։ Ես դեռ այդ խնդիր չունեմ, բայց ինչ կապ ունի Ռուսաստանի Դաշնության հետ վարած այդ Ռուսաստանի Դաշնության վարած իշխանության վարած քաղաքականությունը այդ բարեկամության հետ։ Հիմա Իրանը մեզ բարեկամ երկիր է։ Բայց արդյոք ես հաշտ եմ այն ամենի հետ, ինչ օրինակ Իրանի իշխանությունը կատարում էր իր քաղաքացիների նկատմամբ, ոչ։ Վրաստանն էլ է մեզ բարեկամ երկիր։ Բայց ես օրինակ հաշտ չեմ այն որոշ դրույթների հետ, որոնք օրինակ իշխանությունը վարում է։ Ինչ կապ ունի։ Միացյալ Նահանգներն էլ է մեզ բարեկամ երկիր։ Երբեմն ես իմ անհամաձայնություններ ունեմ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ, մասնավորապես ուկրաինական ճակատում։ Դե ինչ կապ ունի։ Այսինքն, եթե դու ինչ-որ մեկին համարում ես բարեկամ, նշանակում է, որ իրենք ինչ անում են, դա սուրբ է, դա անքննելի է, այդպես չի լինում։ Դա նշանակում է, որ դու խնդիր ունես, տրամաբանության հետ խնդիր ունես, եւ դու չպետք է առնչվես քաղաքականության հետ, որովհետեւ չես կարող ամեն ինչին ասել սև ու սպիտակ։ Ռուսաստանն ինչ ասի, իրենք սպիտակ են, իրենք մեր բարեկամ են եւ վերջ։ Չկա այդպես բան։ Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ, այդ թվում թշնամիներ։ Ինչու է թմրանյութ դարձել Ռուսաստանը մեզ համար փոխաբերական իմաստով ասած, որովհետև տեսեք, այնուամենայնիվ շարունակում անգամ 2020 թվականի պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած հայաթափումից հետո, որտեղ կրկին երաշխավոր ռուսական կողմերին, ինչքան էլ որ այդ ուժերը դրա մասին չեն սիրում խոսել, բայց այնուամենայնիվ ինչու են շարունակում իրենց մեր ուժը, բարեկեցությունը, փրկությունը կապել Ռուսաստանի հետ։ Դա գիտեք, գենետիկորեն է արդեն գալիս, դուք խոսում եք, ես հիշեցի, որ առաջին հանրապետության պետական այրերի այդ նամակները, ովքեր գրում են, որ եթե թուրքն ու քուրդը հոշոտում են մեր մարմինները, ապա ռուսը հոշոտում էր մեր հոգին ու միտքը։ Դա շատ կարևոր է հասկանալ, որ նույնիսկ առաջին հանրապետության այրերը նման հայտարարությամբ էին հանդես գալիս։ Այսինքն այդ ժամանակվանից ի վեր եւ դրանից առաջ ցարական Ռուսաստանի ժամանակ իրենք հասկացել են, որ հայրին պետք է օգտագործեն եւ օգտագործեն իրենց շահերի համար։ Իսկ իրենց շահերը թուրքերի հետ, հետո ադրբեջանցիների հետ մեր հաշվին, մեր տարածքների հաշվին գործարքների գնալն էր։ Այս բանաձևը բարդ է հասկանալ։ Ոչ, բարդ չի։ Ու խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին ամբողջ պատմությունը կեղծեցին։ Ամբողջ հայ ժողովրդի պատմությունը կեղծել են եւ ցուցադրել են այնպես, որ Ռուսաստանը մեջտմից փրկել է, որ երբ իրենք մեզ օկուպացրեցին 1920 թվականին, դա եղել է ոչ թե օկուպացում, այլ մենք ենք ցանկացել խորհրդայնացվել, որպեսզի փրկվենք թուրքերից։ Էլ չեն ասում, որ դա համատեղ ռուս-թուրքական օպերացիա էր։ Հակառակ դեպքում ինչի պետք է Կարմիր բանակը Ադրբեջանը գրավելուց հետո կար հարձակվելը Հայաստանի վրա։
Թերևս նժդեհ այստեղ բան ունի ասելու։ Հանրապետական կուսակցությունը բան չի ուզում ասի այդ ուղղությամբ։ Հանրապետական կուսակցությունը շարունակում է խոսել իմպիչմենթի գործընթացից, եթե վերադառնանք մեր օրեր, եւ թեև ընտրություններին մնացել է ընդամենը կարելի ասել հաշված օրեր, ամիսներ, բայց այնուամենայնիվ իրենք չեն հրաժարվելու փողոցային պայքարից, ինչպես պատիվ ունեմ խմբակցության падգամավորը հայտարարեց, շուտով դուրս են գալու փողոցային պայքար են վարելու, դրան զուգահեռ իմպիչմենթից չեն հրաժարվելու, այսինքն ամեն ինչ անելու են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Պարոն Բլեյան, որտեղ է տրամաբանությունը այն պարագայում, որ 3 ամսից ընդամենը խորհրդարանական ընտրություններ են եւ ինչ է ուզում այս քայլով ապացուցել հանրապետական կուսակցությունը։ Այսինքն եթե մենք զուտ քաղաքական առումով նայենք, փորձենք քաղաքագիտորեն մոտենանք այդ հարցին, այնտեղ չկա տրամաբանություն, որովհետեւ եթե դու կուսակցություն ես, որի նպատակն է գալ իշխանության, եթե 3 ամսից կան ընտրություններ, դու պետք է մասնակցես այդ ընտրությունների, բայց եթե իրենք խոսում են փողոցային պայքարի մասին, դա նշանակում է, որ դու դարձել ես հիբրիդային այդ գործիքակազմի մի մասը։ Դա է տրամաբանությունը, դա է դրա պատասխանը։ Ներսում նաև վարկանիշների առումով կռիվ կա, պարոն Բլեյան, մեդիան էլ այդ իմաստով ամենատարբեր ինֆորմացիա է հրապարակում, տեսեք, օրինակ Քոչարյանի գրասենյակից հայտարարում են, որ իրենց հարցումներով Քոչարյանը ընդդիմության գոնե առաջատարն է ընդդիմադիր ուժերի շրջանակներում, մնացած ուժերը հայտարարում են այն մասին, որ Կարապետյանն է առաջատարը, հիմա արդեն Նոյան Տապանի ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանը, այսինքն չեն կարողանում ոնց որ թե կողմնորոշվել դեռևս յուրաքանչյուրն իր հարցումներն է մեջ բերում, ասում է, որ մեր հարցումների համաձայն մենք ենք առաջատար, մյուսն ասում է, մենք ենք առաջատար, օրերս էլ ազգային ժողովի նախագահը խոսեց այն մասին, որ այնուամենայնիվ մեծամասնություն կազմելու է քաղաքացիական պայմանագիրը, շուտով նաև հարցումներ են հրապարակվելու։ Հիմա հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ես այնուամենայնիվ դեռ հույս ունեմ, որ կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ համապատասխան մարմինները իրենց գնահատականը, իրավական գնահատականը կարտահայտեն Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դաշնակցության հանդեպ, որպես ժամանակին իշխանությունը բռնի կերպով զավթած, որպես այս օրերին Ռուսաստանի Դաշնության ձեռքերում հիբրիդային բութ գործիք հանդիսացող ուժեր, որոնք չպետք է առնչություն ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքականության հետ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը պաշտպանելու համար մեզ պետք է չթույլատրել հակաժողովրդավարական ուժերին, որպեսզի իրենք մասնակցեն ժողովրդավարական process-ների։ Սա լավագույն լուծումն է, որպեսզի մենք չքննարկենք թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցուցակի, որ մասում են, ով ավելի շատ քվե ունի։ Իրենք չպետք է իրավունք ունենան մասնակցեն ընտրությունների։ Ընտրություններին կարող է մասնակցել Արթուր Վանեցյանը, որը հրաժարվեց։ Ընտրություններին կարող է մասնակցել Արման Թաթոյանը։ Ընտրություններին կարող են մասնակցել էլի ուժեր, որոնք կապ չեն մասնակցել իշխանության բռնզավթմանը։ Էլի ես կարող եմ հարց չլինել այդ մարդկանց հետ կամ մենք ունենանք տարբեր քաղաքական հայացքներ, դա նորմալ է։ Եկեք իրանց հետ բանակցենք, իրանց հետ բանավիճենք, իրանց հետ քննարկենք, մրցակցենք։ Բայց ինչպես կարելի է մրցակցել ուժերի հետ, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զրկել պետականությունից եւ խոսում են նոյեմբերի 8-ի համաձայնագրին Ռուսաստանին եւ Չինաստանին ներգրավելուց։ Ինչ քննարկենք ես իր հետ։ Գնանք քննարկենք, ասենք 2 անգամ 2 արդյոք 4 է, թե 4.5, թե 6, ինչպես ժամանակին խոսում էր երկրորդ նախագահի որդին։ Եվ առաջին նախագահն է նաև ակտիվացել իր հայտարարություններով, հակից նաև հայտարարում են, որ երրորդ հանրապետության հիմնադիր նախագահը այս պահին հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից, իր վրա է վերցրել քաղաքական պատրիարքի դերը եւ ուզում է միավորել ընդդիմադիր դաշտը, որպեսզի հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք մի նախադասության մեջ ինչքան տարօրինակ հայտարարություններ։ Հիմա հասկանանք Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացման պատճառները, հայտարարությունները, որ ընդդիմությունը պետք է համախմբվի Սամվել Կարապետյանի շուրջ եւ որ գլխավոր նպատակը եւ գերնպատակը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Ես ուզում եմ այստեղ շնորհակալություն հայտնել թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, ովքեր յուրաքանչյուրն իր հերթին իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Կարապետյանին։ Իսկ մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը բոլոր հնարավոր մեթոդներով փորձում է ցույց տալ, որ իրենք կապ չունեն ոչ Քոչարյանի, ոչ Սարգսյանի, ոչ Տեր-Պետրոսյանի հետ,
բայց թե Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը, թե Սարգսյանն ամեն անգամ ցույց են տալիս, որ իրենք կապ ունեն իրենց հետ, որովհետև իրենք յուրաքանչյուրն իրենց հերթին հայտարարել են, որ իրենք աջակցեն Սամվել Կարապետյանին։ Իսկ եթե դու աջակցում ես Սամվել Կարապետյանին, նշանակում է դու ունես նմանատիպ քաղաքական հայացքներ։ Ես Տեր-Պետրոսյանին շնորհակալություն եմ հայտում դրա համար, որովհետև ավելի մեծ հարված նա չէր կարող հասցնել Սամվել Կարապետյանի կուսակցությանը։ Իդեպ Կարապետյանի կուսակցությունից հաճախ հայտարարում են, որ իրենք նախկինների հետ կապ չունեն, ինչպես դուք էլ ճիշտ նկատեցիք, եւ պատասխանը չի ուշանում։ Գրեթե նույն օրը կամ հաջորդ օրը, այսպես երկրորդ նախագահի գրասենյակը, երրորդ նախագահը, առաջին նախագահը նմանօրինակ հայտարարություններով են հանդես գալիս։ Ինչպես է հասկանալ, իսկապես մեկը մյուսին հարվածելու միտում ունի, թե պարզապես չեն բանակցում իրար հետ, ներսում չեն խոսում, չեն պայմանավորվում։ Եթե իրենք օրական երկու լոգանքել ընդունեն, իրենք չեն կարող մաքրվել այն բանից, այն փաստից, որ իրենք սերտ համագործակցել են, պաշտոններ են զբաղացրել, մասնակցել են իշխանության բռնի զավթմանը, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի տարիներին, իրենց մասնակցությամբ կամ կաթողիկոսի դեպքում իրենց օրհնանքով միշտ սատարել են երկրորդ եւ երրորդ նախագահների յուրաքանչյուր հանցագործությունը։ Սա հնարավոր չէ մերժել եւ իրենք չեն կարող դրանից ձերբազատվել։ Հիմա ում է օրհնելու, պարոն Բելյան, կաթողիկոսը, ում է օրհնելու, ում թեկնածությունը։ Ում դիմանկարն է կախված էջմիածնում Սամվել Կարապետյանի։ Դուք պատկերացնում եք։ Սամվել Կարապետյանի, ով որքան գիտեմ սուրբ չէ, դիմանկարը իր կնոջ հետ կախված է սուրբ էջմիածնում։ Դա նորմալ երևույթ է։ Ես կարծում եմ Լևոն Հարապետյանի դիմանկարը միգուցե այնտեղ պետք է կախված լիներ, որպես մի բարերարի, ով սպանվեց Ռուսաստանում։ Ոչ, Սամվել Կարապետյանի դիմանկարն է։ Սա հարց չի առաջացնում սովորական գիտակից քաղաքացու, իհարկե առաջացնում է։ Եվ դրա պատասխանն էլ կա։ Իրենք բոլորը կապված են մեկ թելով, եւ այդ մեկ թելն է գնում ու հասնում է դեպի հյուսիս։ Եվ ես վստահեցնում եմ, հյուսիսում էլ գիտեն, որ հենց ժամանակն եղավ, իրենք հերթով կզոհաբերեն այդ իրենց գործակալներին, ինչպես իրենք զոհաբերեցին մեր հայրենակիցներին, ովքեր Բաքվի բանտում են, ինչպես իրենք զոհաբերեցին Ալի Խամենեին, ինչպես իրենք զոհաբերեցին Մադուրոին, սա իրենց գործելավոճը։ Այսինքն ապահովագրված չեն նաև այս մարդիկ, ճիշտ եմ հասկանում, պարոն Բելյան։ Ինչով են ապահովված։ Իսկ ինչ սցենարներ Սամվել Կարապետյանի հիմնական հիմա գործառույթը գիտեք որն է։ Ամեն կերպ ցույց տալ, որ իրանք շատ լավ, լուրջ դերակատարում ունեն, որպեսզի անկած Ռուսաստանի իշխանությունը ձեռք չտա իր կարողությունները Ռուսաստանում։ Փողի կռիվ են տալիս։ Սամվել Կարապետյանի իր եղբայրն ու իր եղբորորդի հիմնական կռիվը իրենց ունեցվածքը Ռուսաստանում պահելն է։ Սա է իրանց հիմնական նպատակը։ Կապ չունեն իրանք Հայաստանի Հանրապետության հետ։ Իրանք հակառակ իրանք ուզում են ցույց տալ, որ իրանք մենք կարող ենք Իվանիշվիլի լինել։ Այ ինչպես օրինակ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լինի հայկական Իվանիշվիլին, եւ դա տեղի չունեցավ։ Հիմա Տեր-Պետրոսյանը ստավկան դրել է Սամվել Կարապետյանի վրա, որպեսզի նա դառնա հայկական Իվանիշվիլի։ Իսկ ինչ է նշանակում Իվանիշվիլը ամենայն հարգանքով Վրաստանի նկատմամբ։ Դա նշանակում է իզգոյացում, այնինչ մենք տեսնում ենք այսօր Վրաստանի հետ։ Սա են իրենք ուզում, որպեսզի Հայաստանը Վրաստանի պես դառնա պրոռուսական ինչ-որ մի այդպես միջավայր։ Պարոն Բելյան, տեսեք, բոլոր խոստումները գրեթե շատ այսպես կախարդական են հնչում, հարկերի ազատում, 300,000 աշխատատեղ, գյուղացիների համար հատուկ պայմաններ, բերքի մթերում, դեղերի գների իջեցում, բայց այնուամենայնիվ ժողովրդի հետ շփման տեսանկյունից տեսնում ենք, որ խուսափում են այս մարդիկ։ Սամվել Կարապետյանը մի անգամ է հանդես եկել, այն էլ արհեստական բանականության միջոցով։ Հիմա արհեստական բանականության միջոցով գեներացնում են նաև մարդկանց, քաղաքացիների, որոնք իրենց հետ են խոսում, իրենց ուժին են դիմում, ինչպես հասկանալ, այսինքն արհեստական բանականությամբ գեներացված մարդիկ են ընտրելու, թե նրանց են ընտրազանգված համարում, ինչպես հասկանալ։ Սեփական բանականության վրա հույս դնել չեն կարողանում, դրա համար ստիպված դիմել են արհեստական բանականությանը, հույս ունենալով, որ քաղաքացին նույնպես պետք է հավատա այդ արհեստական բանականությանը, չեն հավատալու։ Կան ինչ-որ ընտրազանգված, կգնան, կվաճառվեն, իրենց ձայնը կվաճառեն հանուն սեփական եւ անհատական շահերի, մոռանալով պետությունն ու պետականությունը կգնան կքվարկեն իրենց օգտին։ Դա իրենց խղճի վրա լինելու։ Դրանից ավել իրենք բան չեն կարող անել։ Ինչ արհեստական բանականություն։ Եղբայր դու արդեն բանտում չես։
Դու ունես իրավունք եւ դա սահմանափակված չէ, խոսիր քաղաքացիներիդ հետ։ Իր վերջի հրապարակային հայտարարություններից, որքան գիտեմ, եղել այն, որ նա թքած ունի հեծի վրա։ Հեծի վրա էլ, ձեզ վրա էլ ասաց։ Այո, եւ հենց այդպես էլ նա կառավարել է։ Իր լավագույն օրինակը պետք է լիներ այսօր այն, որ տեսեք, ես Հայաստանի էլեկտրական ցանցերը գնեցի այս խղճուկ վիճակում Բիբինից եւ ես դարձեցի այս, դե տեսեք ինչ վիճակ է։ Բայց ինչ վիճակ է։ Ամենաշատը բողոքում ենք մենք հենց հայ էլեկտրական ցանցերից։ Այսինքն նա իր գործով պետք է ապացուցեր, թե ինչ է անելու։ Բայց եթե դու չես արել այն, ինչ դու ուզում ես հիմա անես, մենք քեզ ինչ պետք է հավատանք։ Այսինքն, եթե հեծի վրա թքած ուներ պարոն Բլեյան, հիմա արդյոք իրեն մտահոգում է այդ գյուղացիների հոգսերը, Հայաստանի զարգացումը, խաղաղությունը երաշխավորված։ Այնքանով է մտահոգված, որքան դեռ հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել։ Հունիսի 7-ի ընտրությունից հետո նա կմոռանա այդ ամենի մասին եւ ամեն օր կստանա իր մեթոդիչկան Կրեմլից ուղարկված, թե որ թեմաների շուրջ պետք է բզկտում առաջացնի ազգային ժողովում։ Այնպես ինչպես մենք տեսել ենք 21 թվականից ի վեր, երբ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմ դաշինքը ամեն օր ազգային ժողովում զբաղվել են մի բանով, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ գող փիսո քաչալ շուտ է ձևաչափը իրանք ուզում են տեղափոխեն 26 թվականից այն կողմ։ Ես դրա համար եմ ասում, դա անթույլատրելի է։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի 26 թվականի խորհրդարանական ուժերում տեղ գտնեն այնպիսի քաղաքական ուժերը, որոնք կապ չունեն Հայաստանի Հանրապետության պետականության հետ եւ շահի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Կհանդիպենք։